Հիմա է, որ ծանոթ է բոլորի շուրթերին ու մեյնսթրիմ դարձավ։ Գիտելիքը երկրի առանցքն է, գիտելիքահեն տնտեսությունը ապագան։ Մինչդեռ դա արդյունք է, որը կարմիր թելով 7 տարի շարունակ անցնում է երկրի ղեկավարի վարած քաղաքականության միջով եւ ելույթներով։ Ահա հայ աշակերտների մասին առաջին հիշատակում ընտրվելուց մի քանի ամիս անց ՄԱԿ-ի ամբիոնից։ Խոսելով ՄԱԿ-ի առաքելության մասին, նախագահը Հայաստանի ակնկալիքն ու դիրքորոշումը բացատրում է հենց հայ աշակերտների միջոցով։ Իմ երկրում պատանիներն ու աղջիկները դեռ դպրոցական նստարանից գիտեն, ինչ բան է միավորված ազգերի կազմակերպություն։ Այդ երեխաները իմ երկրի եւ երկիր մոլորակի վաղվա առաջնորդները միգուցե դեռ խորը պատկերացումներ չունեն ՄԱԿ-ի կանոնադրության մասին, բայց նրանք գիտեն, որ կազմակերպությունը ստեղծվել է մարդկության խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու, ազգերի միջև բարեկամություն սերմանելու, համագործակցաբար միջազգային խնդիրներ լուծելու եւ մարդու իրավունքները պաշտպանելու նպատակով։ Հետո նախագահը ծրագրային ելույթները աստիճանաբար կվերածի պետական քաղաքականության։ Դրա մասին պաշտոնապես հայտարարվեց հոկտեմբերին, երբ նախագահը ուղերձով հանդես եկավ ազգային ժողովում։ Շատ բան է փոխվել ու խեղաթյուրվել մեր օրերում։ Մեր առածներն ու անելիքներն իմաստազրկվելու են, եթե գալիք սերունդները սխալ երազանքներով մեծանան, եթե առարկայական օլիմպիադայում հաղթած երիտասարդի փոխարեն հայ փոքրիկի հերոսը թանկարժեք ավտոմեքենա ունեցողը լինի։ Հետևաբար մեր առածներն ու անելիքներն իմաստազրկվելու են, եթե այսօր բոլորս միասին ողջ հասարակությունով չշրջվենք դեպի կրթությունը։ Ու շրջվեցին։ Առաջին ու ամենահավակնոտ ծրագիրը լույս հիմնադրամն է, որ հնարավորություն է տալիս ուսանել աշխարհի լավագույն համալսարաններում, ընդ որում պայմանը հենց լավագույններում սովորելն է։ Այս բացառիկ հնարավորությունից արդեն օգտվել է 400-ից ավելի ուսանող, որոնց գերակշռ մասը վերադարձել, ապրում եւ աշխատում է հայրենիքում։ Մենք ջանք ու եռանդ չենք խնայի, որպեսզի դուք կարողանաք հասնել ձեր հնարավորությունների առավելագույնի։ Սա չափազանց կարևոր է։ Այսօր աշխարհը շատ արագ է փոխվում եւ արագ զարգացող աշխարհում անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր հաջորդ սերունդ ստանա ավելի լավ կրթություն, քան նախորդը, լինի ավելի խելացի, լինի ավելի շատ ինֆորմացված եւ ավելի ճիշտ որոշումներ կայացնի։ Ուսմանը ոչինչ չպետք է խոչընդոտի, այդ պատճառով կառավարությունը նախագահի հանձնարարությամբ եւ բանկերի հետ ներդրեց ուսանողական վարկերի գաղափարը։ Փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ուսանող կարող է դիմել բանկերին եւ ստանալ կրթության համար վարկ առանց որևէ գրավի, միայն ու միայն ծնողների համաձայնությամբ երկարաժամկետ, այնպես որպես այդ վարկը մարվի ուսում ստանալուց հետո հերթ ուսուցիչներին էր, հենց նախագահի հանձնարարությամբ ուսուցիչները ընդգրկվեցին պետհոգացության այն համակարգում, որը հնարավորություն է տալիս հոգալ առողջապահական խնդիրներն ու հանգստի ծախսերը։ Դրան զուգահեռ բարձրացավ աշխատավարձն ու միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ մանկավարժ դառնալու հնարավորություն ստեղծվեց։ Կրթության եւ գիտության նախարարությունը եւ այդ կրթական հիմնադրամը համագործակցելով Քեմբրիջի համալսարանի եւ Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ մեկամյա նախապատրաստական աշխատանքից հետո սկսում են մի մեծամասշտաբ կրթական նախաձեռնություն, որը կոչվում է կրթության գերազանցության ազգային ծրագիր։ Մեկ տասնամյակի ընթացքում կրթության գերազանցության ազգային ծրագիրը կհավաստագրի շուրջ 2000 միջազգային որակավորման ուսուցիչների։ Ու սա կրթության բարեփոխումների ու ոլորտի հանդեպ ուշադրության պայմաններում, որի շնորհիվ Հայաստանում բացվեցին ֆրանսիական ու սլավանական համալսարանը, Թումոն, Այբ դպրոցը, ամերիկյան համալսարանը ընդլայնեց ծրագիրը առաջարկելով նաև բակալավրի կոչում եւ վերջապես աջակցելով ու ողջևորելով բոլոր նրանց, ովքեր հիմնեցին Դիլիջանի միջազգային դպրոցը, միակը ամբողջ տարածաշրջանում։ Մենք աշխարհին ներկայանում ենք ոչ թե նավթով, գազով, խավիարով, այլ մատենադարանով, Թումո կենտրոններով, Դիլիջանի միջազգային դպրոցով եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով մեր ձեռքբերումներով։
Եվ հենց այս պատճառով էլ ապագան մերն է լինելու, ապագայում մենք մեզ շատ ավելի վստահ ենք զգալու։ Այսօր արդեն փաստ է Հայաստանը լավագույնն է առաջին հերթին իր մարդկային կապիտալով, ընդ որում ոչ միայն նրանցով, որ ստեղծում են այսօրվա Հայաստանը, այլև նրանցով, ովքեր ժառանգելու են եւ առաջնորդելու վաղվա հայրենիքը։ Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի խնայելու, որպեսզի դուք գիտելիք ստանաք, որպեսզի կատարելագործեք, որպեսզի ավելացնեք ձեր աշխարհը եւ դառնաք լավ մասնագետներ, Հայաստանի Հանրապետության շատ լավ քաղաքացիներ։ Ռեկորդային թվով Օլիմպիադայի մասնակիցներ, ուսանողների աննախադեպ ներկայություն համաշխարհային բուհերում լավագույններին հանդիպելու եւ խրախուսելու ամենամյա ավանդույթ։ Հայաստանն այսօր ունի ռազմավարական նշանակության երաշխավորված ներդրում՝ նոր սերնդի բարձրակարգ կրթությունը։ Արտակ Ալեքսանյան, ժամը լրատվական։